Հարկ Տիրոջը։ Ցտես մի հատ շատ լավ թեմա կա, ուղղակի մի քիչ հեռվից կամ։ Դե միջ վերնագիրել տամ իմ թեմային, Աստված ուզա ամենակարևոր բանը մեզնից, մեր սիրտը։ Ուզեմ, որ այսօր մենք հասկանանք, թե որ մեր սիրտը պետք է պատկանե Տիրոջը։ Ամեն։ Պողոս առաքյալը Կորինթացիներին գրված նամակի մեջ կիսվում է իր փորձառությունից, թե ինչպես ինքը երրորդ երկինք էր գնացել։ Բոլորս այդտեղը կարդացել ենք, լսել ենք շատ անգամներ, ճիշտ է։ Ուդես առաջ անգամ, երբ որ ես կարդացի այդ տեղը հասա, ուսեցի այդ տեղի վրա մտածել, իմ ներսի հավատքս հերիք չերեց, որ ես մտածեմ, որ ես էլ նույն կարող եմ երկինք գնալ, երրորդ երկինք։ Ուղղակի ինքնեք ինչ ձևի մտածի իմ հավատքից չափով, որ կգա մի ժամանակ եւ մենք բոլորս էլ հավիտենության մեջ այդ երրորդ երկինքը կտեսնենք։ Բայց երկինքը ապրելը ինքը իրական է այս կյանքում։ Ու մենք պետք է պարտադվորենք մենք ապրելու երկինքը այս երկրի վրա, այս մեր ապրելակյա այս ընթացքի մեջ։ Մի հատ լավ քարոզիչ նույնիսկ այսպես է ասում. եթե դու երկինքը համ չես տեսել, երկինքը չես վերապրես երկրի վրա, ես կկասկածեմ, որ դու երկինք գնաս։ Երկինքը հավատացյալի համար այսօր է։ Համար Հովհաննես առաքյալը ասում է, որ մենք պետք է վերստին ծնվենք։ Եթե վերստին չծնվենք, չենք տեսնի Աստծո արքայությունը, եթե վերստին չտեսնենք, չենք մտնի Աստծո արքայության մեջ։ Այսինքն երկինքը չենք համ տեսնի։ Երկնքի հետ փոխհարաբերություն, այսինքն երկնքի մեջ մենք այդ համը չենք ճաշակի։ Ու շատ կարևոր է, որովհետեւ մենք հասկանանք, որ երկինքը այսօր տրված է մեզի համար։ Ամեն։ Եթե դու ուզում ես այսօր ապրել երկինքի մեջ, երկինքի արքայության այդ սկզբունքներով, դες ինչ կա շատ կարևոր է, որովհետեւ քո շուրջը լինի ճիշտ մթնոլորտ։ Երկինքի մթնոլորտը։ Մենք այդ բանը բոլորս գիտենք։ Ու դե շատ անգամ մենք հավատացյալներս աշխատում ենք, որ հովները, ծառայողները, որովհետեւ եկեղեցու մեջ բերեն այդ մթնոլորտը, այդ ներկայությունը, որովհետեւ մարդիկ այդ ներկայությունը վայելեն։ Կամ ինչ-որ մի հատ ուրիշ տեղ մենք ուզում ենք, որ այդ մթնոլորտը բերենք, որովհետեւ հրաշքներ գան։ Ու դες ինչ մի բանի եմ եկել, ու դες ինչ կա, փորձել եմ շատ անգամ ես էլ ու մի բանի եմ համոզվել, որ պետք չէ, դες ինչ կա, քեզնից դուրս այդ մթնոլորտը կառուցել։ Պետք է մենք մեր ներսը կառուցենք այդ մթնոլորտը։ Եթե մենք մեր ներսը չենք կառուցել, այդ դուսը չի լինի, որովհետև ամեն մի երևացողի հիմքը չերևացողն է, շենքի հիմքը չի երևում, ֆունդամենտը չի երևում։ Եթե այստեղդ քո եղավ երկինքի արքայությունը, դու այստեղդ այդ բանը ապրար երկինքը, 100% դու գնացի, այդ երկինքը քեզնից կտարածվի ուր որ գնաց։ Հիսուսը որ քայլում էր, ասում էր. եկել եմ, որտև մոտեցել է ձեզի երկինքի արքայությունը։ Երկինքի արքայությունը Հիսուսի հետ մոտենում էր այնտեղ, որտեղ որ Հիսուսը քայլում էր։ Ամեն։ Ես կուզեմ, որ երկինքը գա մեր մեջ հաստատվի։ Երկինքը չփնտրենք ուրիշտեղ։ Ամեն։ Հիսուսը մի օր ասաց. ես եմ ճշմարտությունը։ Ինքը չգնաց մանգալով, որտեղ է ճշմարտությունը։ Ես եմ սրբությունը։ Ինքը ոչ միտեղ սրբություն ման չգա։ Մենք գիտենք, որ Հիսուսը ճշմարտությունն է, Հիսուսը սուրբն է, Հիսուսը արտարն է։
Նույնն այսօր ես ու դու այսօր օրինակ եմ ես Հիսուսը տվել, որ դες ինչ կա, ոչ թե դու ինչ որ ճշմարտություն մանգաս, ես եմ ճշմարտությունը ասես, ես եմ սուրբը, ես եմ արտարը, որտեվ այդ ճշմարիտը, այդ սուրբը քո Տերը քո մեջ կբնակվի։ Ամեն։ Համար պետք չէ ինչ որ բաներ փնտրել դուրսը։ Ես կուզեմ որ մենք բժշկություն կատարենք մեր ներսում։ Ամեն։ Այդ մի քիչ հերվից կան։ Երկու բաց այսպես փոքր բաներ ասեմ։ Առաջինը Աստված պետք է կառուցե մեր մեջ երկնքի արքայությունը, Աստծո արքայությունը։ Ուրիշ Աստծո արքայությունը։ Առաջինը ինչպես, մյուսը որտեղ։ Այդ որտեղից սկսենք։ Դες ինչ Աստված մեր կյանքը, մեր հոգևոր կյանքը ձևավորում է, այսինքն իր պատկերը մեր մեջ ձևավորում է անապատի մեջ։ Ոչ թե ինչ որ լավ պայմանների մեջ, այլ դժվարությունների մեջ։ Օրինակ վերցնենք Մովսեսին։ Մովսեսը պատկերացրեք 40 տարի իր աներանց տունը ապրավ։ Կամ մարդ որ 40 տարի կամ 40 տարի չեն, 40 օր աներանց տունը ապրավ։ Օրինակ ինձ համար 1 օր աներանց տունը ապրելը քիչ է, 2 օրը շատ է։ Ինչի համար, որովհետև կսկսվի այդ մթնոլորտը քո վրա ինչ որ ազդեցություն բերի։ Ուրիշի տան մեջ ես, քո տունը չէ։ Հոսեփին վերցնենք։ Հոսեփ իր անապատը ունեցավ։ Իր հոր տնից գնաց, ունգավ անապատները, Պետապրեսի տան անապատը, ճիշտ է, բանդի միջի անապատը, Դավիթը իր անապատներ ունի, երբ որ գառներին կարածացներ, հետո Սավողից կփախնիր ու այդ անապատի մեջ էր։ Հիսուսը իր անապատը ունի, ինչու համար է անապատը։ Անապատը Աստված տանում է մեզ անապատ, որպեսզի սովորացնի մեզ, ձևավորի մեր մեջ մի կարևոր ազնվություն, որ մենք ինքնահաստատվենք այդ անապատի մեջ, որ մեր կյանքը կախված չէ ուրիշներից։ Որպեսզի ուրիշի կարծիքը քո վրա ազդեցողություն չունենա։ Անապատի մեջ դու բոլոր կարծիքներից կհրաժարվείς։ Մովսեսը իր աներանց տան մեջ, դες ինչ կա, աներանց տան ազդեցողությունը կար այդ ապրողների, որտեղ իրանց տունն էր։ Ինքը հոգնել էր այդ ազդեցողությունը, ինչքան էլ լավ մարդիկ լինեին, բայց իրենց ազդեցողությունը կա։ Ինքը պետք է իր անապատը առանձնանար ու ինքը իր Աստծուն կդիր։ Լսեք։ Մենք պետք է մի բան հասկանանք, որ մենք ինքնահաստատվենք Քրիստոս ինքը կառուցվի մեր մեջ, երբ որ մենք առանձնանանք, մենք կգտնենք մենք մեզի Աստծո հետ։ Աստված չի ուզում, որպեսզի մեր կյանքը կախված լինի ինչ որ մեկից։ Ու Աստված կուզում որ դες ինչ կա մենք ուրիշի կարծիքով չապրենք, ուրիշի կարծիքը քո վրա ազդեցողություն չունենա։ Բոլոր մարդիկ ապրում են ուրիշների կարծիքներով։ Ինչ որ բան են անում, որպեսզի ինչ որ կարծիք ձևավորեն ուրիշի մեջ, հասկանում ես, այսինքն նրանով ուզում են ինքնահաստատվեն։ Ճիշտ չէ։ Այդ մարդիկ իրենց բացասական ազդեցողություն են բերում մեր կյանքի մեջ։ Մի անգամ Հովանու Աբեդարանի մեջ է գրված, երկրորդ գլխի մեջ, գրված է Հիսուսը Երուսաղեմում էր եւ Զադիկի տոնն էր։ Եվ ժողովուրդը տեսնելով այդ մեծ հրաշքները, որ ինքը անում էր, գրված է ինչ որ մեծ մասսա, ինչ որ շատ ժողովուրդ հավատացին Հիսուսին։ Բայց գրված է Հիսուսը նրանց իր անձը չվստահեց։ Այսինքն ժողովուրդը հավատում էին Հիսուսին, բայց Հիսուսը իրենց չվստահեց իրան։ Ինչ էր ստեղ, այսինքն Հիսուսը չուզեցավ իրենց կարծիքով ապրի։
իրենց կարծիքը իրանք թե գովան, չգովան, Հիսուսի համար մեկ էր։ Ինքը հիմնված չէր ուրիշների կարծիքով ապրելու։ Ուրիշների կարծիքը իր համար հիմք չէին։ Ես ուզում եմ հասկանաք շատ կարևոր բան է ասում։ Մենք այսօր ապրում ենք ուրիշների կարծիքով, եթե սենց անեմ, այս ինչ կլինի, չէ՞։ Եթե սպես պայեմ, տեսնես ինչ կմտածեն իմ մասին։ Կամ մեկը ըստ բանով դիմեց, եթե մերժեմ, ինքը կնեղենա, չէ՞, ինքը սպես կեն։ Այսինքն մենք գերի ենք այդ կարծիքների մեջ, ուրիշների ազդեցողության մեջ։ Հիսուսը ինքը այդ ձև չէր ապրում։ Որ դաժե եկան իրան ընդունեցին, ինքը իրենց չվստահեց իրեն գրվածը։ Հովանու 2-րդ գլխի 23-ից 25 խոսքը կարող եք հետո կարդալ։ Հռոմեացիս 14-ի 17 խոսքի մեջ գրված է Աստծո արքայությունը ուդելիք եւ խմելիք չէ։ Ինչի համար է գրված ուդելիք եւ խմելիք չէ, որտեղ այնտեղ խոսք էր գնում, թե ինչ կարելի ուդել, մեկը սենց կերա, մյուսը գայթակղվա, այսինքն ազդեցողությունը մարդու վրա։ Մեկը շուն է պահում, մեկը ասում է, տեսնի՞ս լը, շանը եսի ինչերով կպահե, չէ՞։ Կամ եսի ինչ ավտո երա, վայ, տեսնի՞ս ինչ ավտո կքշե, չէ՞։ Ավելի լավ է միշտ չուդես, որպեսզի քո եղբայրը այդ քո միս ուտելուց հետ չգայթակղվի։ Այսինքն ազդեցողության մասին է, չէ՞։ Համար Պողոս առաքյալը հա բացադրում է, ասում է դենից արա, որպեսզի այդ կողքինը չգայթակղվի, բայց դեք սա Աստծո արքայությունը ուդելիք եւ խմելիք չէ։ Աստծո արքայությունը արդարություն է, խաղաղություն է եւ ուրախություն է Սուրբ Հոգու մեջ։ Այսինքն ճիշտ վիճակ է ներսը Աստծո արքայությունը։ Ոնց կեզի մի բան ասեմ, ես ինչ կդու այսօր ինչ որ բանի կարիք ունիս ու քո մոտ չի ստացվի, առաջի բանը խնդիրը գդի քո սրտի մեջ, եթե դու չունիս խաղաղություն, չունիս ուրախություն եւ չկա Աստծո արդարությունը քո կյանքի մեջ, վիրավորված, նեղված մարդը Աստծուց որևէ բան չի կարող ստանալ, որովհետև վիրավորված, նեղված, գայթակղված մարդու շրջապատված այդ մթնոլորտը աստվածային չէ։ Աստվածային մթնոլորտը ուղղակի որ քո մեջ կա Տիրոջ արդարությունը, Տիրոջ խաղաղությունը եւ Տիրոջ ուրախությունը, որովհետև այդ մթնոլորտի մեջ դու կարող ես Աստծո ձայնը լսել եւ Աստծո առաջնորդությունը ստանալ։ Համար մեր հավատացյալներիս ամենակարևոր բանը է ունենք խնդիր, մենք պետք է տեղափոխվենք գայթակղության, վիրավորվածքի այդ մթնոլորտից, վիճակից մտնենք խաղաղության մեջ, ուրախության մեջ, որովհետև Տիրոջ ուրախությունը իմ զորությունն է, ամեն։ Մատթեոս 6-րդ գլխի մեջ հիշում եք, որ Հիսուսն ասում է՝ մի հավաքեք գանձեր երկրի վրա, որը ցեցը ժանգը կուտե։ Ինչ գանձերի մասին է։ Այս աշխարհի սկզբունքներն են, այլ գանձեր հավաքեք երկնքում։ Մենք մտածենք, այսինքն երկնքում ինչպես դի գանձ հավաքենք։ Մենք այսօր երկինք կապնենք, մենք երկնքի քաղաքացիներ ենք։ Մենք հոգևոր արժեքներ հավաքենք։ Հոգևոր արժեքները խաղաղությունն է, ուրախությունն է եւ Տիրոջ արդարությունն է։ Եգիպտի բնակվի մեր մեջ։ Որովհետեւ մեր մոտ ինչ որ հաջողակ բաներ ստացվի, լավ բաներ լինի։ Ամեն։ Համար մենք շատ կարևոր է ունենանք Տիրոջ մթնոլորտը ամեն բանի մեջ։ Իսկ Տիրոջ մթնոլորտը գալիս է մեր ներսի վիճակից։ Վիրավորված, նեղված, բամբասով լցված, չարությամբ լցված մարդը իր կողքը կկառուցե ուրիշ սխալ մթնոլորտ։ Իսկ սերը, ուրախությունը, խաղաղությունը, Տիրոջ արդարությունը ունեցող իր սրտի մեջ ճիշտ մթնոլորտ կկառուցի։ Ամեն։ Մի հատ ավելի խորը մի քիչ ճշտանք, տեսնենք ինչը գանք այդ բանին հասնի։ Հռոմեացիս 12-ի մեջ դուք բոլորդ շատ անգամ լսել եք, կարդացել եք, մենք բոլորս գիտենք, որ Պողոս առաքյալն ասում աղաչում եմ եղբայրներ եւ քույրեր, որ ձեր անձերը կենտանի զոհ տվեք եւ մի նմանվեք այս աշխարհին։ Այս աշխարհի կերպարը մի ունեցեք, այլ ձեր միտքը նորոգեք Քրիստոսի մտքով, որպեսզի հասկանաք թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Այսինքն մեզի պետք է մեր միտքը նորոգել։ Երկրորդ Կորինթացիս 10-րդ գլխի մեջ նույն Պողոս առաքյալն ասում է, որ թեպետ մենք ապրում ենք մարմնի մեջ, բայց մեր պատերազմի զենքերը մարմնավոր չեն, ապա զորավոր են Աստծով, քանդելու բերտեր, հիմքեր,
սխալ սկզբունքներ, որը այսօր մենք աշխարհից բերել ենք եւ ունենք։ Ինչի համար, որտեղ այդ բաները մեզի խանգարում են։ Աշխարհի այդ ձևերը բոլորը որ կան մեր մեջ, իրենք խանգարում են մեզ։ Աստված ասում է դրա համար դուրս արի այդ բաներից, թող այդ բաները։ Արագացի մեջ գրված ինչպիսին են մարդու մտքերը, այդպիսին էլ ինքն է։ Ելի Պողոս Արաքյալը Կորինթացիս երկրորդ գլխի մեջ, առաջի Կորինթացի մեջ ասում է, որ մենք պետք է Քրիստոսի միտքը ունենանք։ Մեր միտքը պետք է նորոգվի։ Ինչպես օրինակ բանը մի մասնական բանից, որովհետեւ դուք ավելի հասկանաք ինչի մասին է խոսքս։ Դες ինչ փոքր ժամանակ ես ապրել եմ Ռուսաստան եւ ռուսերեն եմ խոսացել։ Իմ միտքս հայերեն չէր գործում, այսինքն ես ինչ որ մտածում էի, ռուսերեն էի մտածում, հայերեն չգիտեի։ Ու դες sense մարդիկ կան, որ ասում են, թե ինչ լիզվով որ դու մտածում ես, դու այդ ազգին էլ պատկանում ես։ Այսինքն ինքան ես դու, ասենք, որտեղ լիզուն ինքը տանիք ինչ որ պատկանելիության։ Որ եթե հասել է մտածել ես, դու կարող ես ռուսերեն խոսալ կամ անգլերեն խոսալ, բայց մտածել հայերեն։ Բայց երբ որ դու ինչ ռուսերեն խոսում ես եւ ռուսերեն մտածում ես, դու արդեն ամբողջությամբ արմատներով մտել ես այդ ազգի մեջ։ Երբ որ մենք տեղափոխվանք Հայաստան եկանք, փոքր էի, երիտասարդ տղա էի։ Դες ինձ համար օդար թվաց այդ հայերեն լիզուն։ Հայկական ուդեստը, ես մինչև հիմի սիրում եմ ունակ վարենիքներ, ռուսական բաներ, սիրում եմ ունակ ալադուշկիներ, տվորոք սմետան։ Համար, երբ որ մենք, ինչու եմ այս բաներ ասում, որ մենք գալիս ենք աշխարհից, չէ՞, մենք ինչ-որ սովորույթներ ունենք։ Ու մենք գալիս ենք եւ մեզի նորից այդ տանիքը դեպի այդ կողմ հետ։ Համար Իսրայելազնոր դուրս եկավ Եգիպտոսից, վայ, այն թթու կանանչ են, այն դարը կանանչ են, կծոր եսի մինչերը, չէ՞։ Սխտորը կերել են, չէ՞, ներ։ Ստեղ համ անանա։ Հայաստան քյաբաբ, խորոված, թեպետ ճաշատեսակը Հայաստան ավելի շատ է, բայց սովորել է ես եմ, մինչև հմել կամ եկե տեսար ռուսական նյաց ինչ-որ բան կուզեմ։ Եսի օրինակ է, որ մենք գալով Քրիստոսին, գալով հավատացյալ դառնալով, էլի մեր սկզբունքները աշխարհիկն են, հինն են, ու մենք չենք ուզում փոխել այդ հին սկզբունքները։ Ապրում ենք վախով, դժգոհությունով, բամբասանքով, նեղած սկզբունքներն են, նեղած վարենիքն է, նեղած պիլմենին է, նեղած այդ ամեն ինչն է։ Ես ուղղակի ուդեստի տեսքով ձեզ ասացի, բայց բնավորության մեր մտքի, մեր էության այդ բաներն են էցել։ Մենք գալով չենք փոխվում։ Ու գիտեք, երբ ես փոխվա, ասեցի հայերեն խոսամ, երբ որ սկսեցի սիրել Հայաստանը։ Ես էլի միջև հադաժը հավատացյալ եմ իշսեի Ռուսաստան, որտեղ Ռուսաստանը իմ մտքի մեջ էր, իմ սրտի մեջ էր։ Դամար սիրում էի իրանց ճաշատեսակները, իրանց լիզուն, իրանց երկեր օյ մարոս, հասկանալի։ Դեմար Պողոս Արաքյալը Եփեսացիս 4 գլխի 22 խոսքից ասում է. կողքի դրեք ձեր հին մարդու ապրելաձևը։ Ռուսերենից կտարգմանեմ, հայերենով հանեք ձեր վրայից, ձեր միջից։ Եվ ձեր մտքի հոգովը նորոգվեք։ Դες ինչ կա, մեր միտքը ինքը հոգի է։ Ոչ թե Սուրբ Հոգին է, այլ մեր միտքը ունի հոգի, ինքը հոգի է, հոգևոր է այդ բանը։ Այսինքն ինքը գործողություն կնա անի։ Եվ նորոգվեցեք հագնելով ձեր վրա նոր մարդը, որը ստեղծված է Աստծո պատկերով։ Արդար, սուրբ եւ ճշմարիտ։
Ինչպես։ Ելի մի հատ օրինակ բերեմ, որպեսզի հասկանաս։ Օրինակ բերեմ, ով որ ասենք տարիքով է, դեպս երիտասարդները կարող է հասկանալ։ Պատկերացրեք, ասենք մի հատ տղա ուզում է ամուսնանա, նշանվի, ու աղջիկ չկա։ Մեկը իր մորկուրը կամ քերու կնիկը գալիս եւ ասում է. «Գիտես, բալես, մի հատ աղջիկ կա, ես ինչ խաղամ ասում»։ Նա սկսում է այդ աղջիկի մասին պատմել։ Ու ինչ կկատարվի այդ տղու կամ թեկուզ աղջիկը։ Տարբերություն չկա։ Մտքի մեջ ինքը կսկսե մի հատ ինչ որ պատկեր կառուցել։ Ինքը արդեն սկսում է սիրահարվել այդ ազնվորությանը չտեսած, հետը որևէ բառ չփոխանակած, սկսում է ինչ որ պատկեր կառուցել։ Համաձայն եք։ Դե մեր մարդկային էության մեջ այդ բանը կա։ Դու իրան չես տեսել, բայց քո մտքի մեջ ինչ որ մի բան կառուցվել է, կամ մեկը գալիս ասում է, սենց ավտո կա տղեկի համար, կամ աղջիկներին, մի հատ ասպես, եսին ինչ աղջիկ կա, քսվելիք, մսվելիք կամ ինչ որ մի հատ բան կա։ Դու չես տեսել, դու արդեն քո մտքի մեջ իր պատկերը կառուցել ես։ Լսե շատ կարևոր է, որպեսզի մենք առաջնայինը, մենք ոչ թե գնենք երկրորդային ու երրորդային, այլ առաջնայինը տեսնենք։ Մեր մտքի մեջ կառուցենք սեր դեպի Հայաստանը, որպեսզի հայկական ուտեստը սիրենք։ Մեր մտքի մեջ կառուցենք, սիրենք հայկական տրադիցիաները, որպեսզի այդ ավանդույթները, որպեսզի Հայաստանի մեջ մտնենք ու ապրենք, որ մեր դուրը գա։ Նույնն էլ պետք է մենք մտքի մեջ ունենանք մեր Աստծուն։ Հռոմեացիս առաջի գլխի մեջ գրված է, քանի որ նրանք չունեն իրանց մտքերի մեջ Աստծուն, Աստված մատնեց իրենց տարբեր հիմար բաների։ Ինչի համար այսօր մեր մոտ մի բան չի ստացվում, որտեղ մենք առաջնայինը կարևոր բանը մոռացել ենք, մեր մտքերի մեջ Աստծուն չունենք։ Շատ կարևոր է մեր մտքերի մեջ Աստված ինքը ձևավորվի, մեր պատկերացնել, մտածել իր մասին։ Մեր մտքի մեջ միշտ Տիրոջը ունենալն է, շատ կարևոր բան է։ Նույնիսկ դες ինչ ադելությունն էլ կծնվի մտքի մեջ։ Մեկը մեկի մասին պատմես, դու կսկսես ադելությամբ լսվել, պատկերներ կառուցել։ Նա բանսեն, բայց չգայթակղվի։ Իսկական աղոթքը, ասեմ ուշադիր, ոչ թե բարերի մեջ է, բարերը հաստատում են այն պատկերը, որը մենք մեր մտքի մեջ ունենք, որը մեր մտքի մեջ ձևավորվել է։ Դամար պետք չէ աղոթել աղոթելու համար։ Մեր իսկական աղոթքը ստեղ է, մեր մտքի մեջ է, մեր մտքի հոգու մեջ է։ Մենք պետք է Աստծուն ունենանք մեր մտքի մեջ, մենք պետք է իր հետ ապրենք, մենք պետք է իր հետ քայլենք։ Իսկ այդ բարերն որ մեր հնչեցնում ենք, էլի մեր արդեն մեր պատկեր կառուցած մեր ներսի այդ պատկերը ուղղակի մենք դուրս կբերենք, կհայտարենք, թե ինչ ունենք մեր ներսը։ Հիմա շատ մարդիկ այսօր աղոթում են, բայց դերը չկա։ Բդուղ չկա իրանց աղոթքի մեջ։ Հիսուսը ինչ ասեց, այս ժողովուրդը, այս մարդիկ պաշտում են ինձ իրենց բերանով, իրենց շերտունքներով, բայց սրդերի մեջ չկամ ես, իրենց սրդերը զնից շատ հեռու է։ Դες ինչ է շատ կարևոր մի հատ հայտնություն է, որովհետեւ մենք սկսենք մտածել Աստծո մասին։ Դες ինչ կսկսիր մտածել։ Սկսես մտքիդ մեջ սիրել առանց արտահայտությունների, անկախ քեզնի արտահայտությունները դուրս կգան։ Անկախ քեզնից կյանքդ կսկսե փոխվել, անկախ քեզնից կսկսվի մթնոլորտ կառուցվել, որտեղ դու ունիս Աստծուն քո մտքիդ մեջ, միշտ ունեցի։ Ում կկրես քո մտքիդ մեջ դու։
Միտքսելով սիրտ կուզեմ ասել, տարբերություն չկա։ Դի մտածես Աստծո մասին։ Եթե դու չսիրես իրեն, դες ինչ կա, եթե նա աղջիկ մտքով ինչ որ մեկի վրա սիրարվել, ինքը կսկսե հետարկվել։ Աշես ինչ չայ կխմե, տեսնես ինչ շոր կսիրե, ինչն է իր դուրեգան, ճիշտ է։ Նույն երբ որ դու Աստծուն ունեցար քո մտքի մեջ ու ինք եղավ ամենից ամենը ու քո հիմ կյանքդ կառուցվավ Աստծո վրա ոչ թե մարդկային փոխհարաբերության վրա, լսե մեր կյանքը չպի կառուցվի, չպի հիմնավորվի մարդկանց փոխհարաբերության։ Մարդիկ աշխարհի մարդը ինքը կհիմնի իր կյանքը մարդկային փոխհարաբերության վրա։ Դա համար ինքը ունի դժգոհություն, ունի խնդիրներ, որտեղ մարդու մեջ բնավ բարի բան չկա, թե իմ մեջ, թե քո մեջ, թե դասի մարդու մեջ։ Բայց մեր Աստված ինքը կատարյալ է։ Դա համար մեր հիմքը պիտի կառուցված իմ եւ իմ Աստծոս հետ փոխհարաբերության։ Հետո նոր մարդկանց հետ ես Աստծո կփոխհարաբերություն ստեղծեմ մարդկանց հետ։ Եթե առանց Աստծո է, անպայման գայթակղություն կա։ Որտեղ եթե իմ սպասելիքս լինի քեզնից սկան, ու դու սկան ես, ես քեզնից կգայթակղեմ։ Որտեղ իմ սպասելիքս սկան է։ Դա համար քո սպասելիքը լինի մարդկանցից 0, իսկ Աստծոց բաց եղի, որտեղ Աստված առատությամբ օրհնող Աստված է։ Ամենակարևոր բանը այսօր ուզում եմ տուն տանես այդ մի բան, որ միշտ քո մտքի մեջ ունեցի Աստծուն։ Ինչ նշանակի մտքիդ մեջ ունենալ Աստծուն։ Հետո խոսա։ Պատկերացրու։ Ասես կա։ Միշտ ունեցի, կիսվի մտքերով, հայացքներով մի բան տեսար, դու իր հետ նայե։ Թող ինքը քո ներսիցդ քո աչքերովդ նայե։ Դες ինչ կեսի բանալի է, որ քո կյանքդ կսկսե փոխվել։ Դու եւ ինքը մեկ կդառնաք։ Էսի թթխմոր է, որ դու Աստծուն ունենաս քո մեջ։ Եսայի 57 երկու համարը կարտամ ու աղոթք կենեք։ Եսայի 57:15 խոսքը։ Այսպես է ասում մեր բարերով բոյովը, ով մեծ հասակ ունի, բարձր է։ Եվ այսինքն բոյովը եւ բարձյալը, որ ապրում է հավիդյան։ Սուրբ է նրա անունը։ Նա ապրում է բարձր տեղերում եւ սրբության մեջ։ Բայց լինում է խոնարհի սրդի մեջ, որովհետեւ զորացնե նրա հոգին եւ սկսե նրան օրհնել։ Մեր սրտերը պետք է խոնարհեցնենք եւ Տիրոջը տեղ տանք։ Մեր Աստված բարձրն է, զորավորն է, Անունը Սուրբ է, ինքը բնակվում է բարձր տեղերում, սուրբ տեղերում, բայց լինում է խոնարհների սրդի մեջ, որովհետեւ օրհնել մարդկանց։ Սաղմոս 16:11 խոսքը։ Դու ցույց ես տալիս ինձ կյանքի ճանապարհները։ Ուրախության կատարելությունը քո մոտ է։ Լսե, ուրախության կատարելությունը միայն եւ միայն Տիրոջ մոտ է։ Մարդը չի կարող ուրախության կատարելություն ստանալ աշխարհի մեջ։ Աշխարհի որևէ բանի մեջ Տերն է մեր ուրախությունը։ Տիրոջ մեջ է մեր ուրախությունը։ Ամեն։ Մյուս բանը, երանելությունը Տիրոջ ձեռքերի մեջ է, հավիտյան։ Համար եթե գուզես, որ դու քո կյանքը կատարյալ ուրախ լինի, եթե ուզում ես, որ երանելի կյանք ունենաս, կամ մեկը, որ իդ կարող ես դու քո փոխհարաբերությունը կառուցել։ Ինչպես քո մտքի մեջ միշտ իրեն ունենալով։ Ամեն։ Համակսե որտյակին քո սիրտը տուր ընձի եւ քո ճանապարհները թող հետևեն իմ գործերին, իմ ճանապարհներին։ Քո հայացքը լինի իմ ճանապարհների վրա։ Ամեն։ Եկեք խոնարհեցնենք մեր կնոջը։